Նորալուսինը միշտ մեկնարկային կետ է, մի պահ, երբ երկնային մարմինները դասավորվում են հատուկ կոնֆիգուրացիայով, բացելով նոր էներգետիկ հոսքեր։ 2025 թվականի նոյեմբերի 20-ին նորալուսինը տեղի կունենա կարիճի ինտենսիվ և խորը նշանում։ Այս աստղագիտական իրադարձությունն ունի հատուկ ուժ, որը կարող է փոխել կյանքի սցենարները։ Դրա էներգիան մակերեսային չէ, այն շոշափում է գոյության հիմքերը, խթանելով փոխակերպումը։ Ոմանց համար այս ժամանակը կլինի իսկական առաջընթաց, մի շրջանի սկիզբ, որը հաճախ անվանում են հաջող շրջան։ Խոսքը հանկարծակի հաջողության մասին չէ, այլ ներքին աշխատանքի և փոփոխությունների նկատմամբ բացության արդյունքի մասին։ Ինչ ուժ ունի կարիճում նորալուսինը։ Կարիճի էներգիան կապված է գաղտնիքների, խորը հոգեբանության, ռեսուրսների և վերածննդի հետ։ Դրա ազդեցության տակ տեղի է ունենում հինի և անցյալի մաքրում։ Այս նշանի նորալուսինը հանդես է գալիս որպես ներքին փոփոխությունների հզոր կատալիզատոր։ Այն թաքնված ճշմարտությունները դուրս է բերում մակերես, թույլ տալով ձեզ ճանաչել և ազատվել անցյալի բեռից։ Այս գործընթացը կարող է ինտենսիվ լինել, բայց արդյունքը ազատագրում է և անձնական ուժի նոր մակարդակ։ Դուք հնարավորություն եք ստանում վերաշարադրել ձեր կյանքի սկզբունքները, ազատելով այն, ինչը երկար ժամանակ ձեզ հետ է պահել։ Ով կարող է ակնկալել բարգավաճման և ներդաշնակության շրջան։ Աստղագուշակները նշում են, որ այս նորալուսինը կունենա ամենակարևոր դրական ազդեցություն 4 կենդանակերպի նշանների վրա։ Նրանք հնարավորություն կունենան դուրս գալ անորոշության վիճակից և մտնել կայունության և պարզության շրջան։ Կարիճ։ Կարիճի նշանի տակ ծնվածների համար այս նորալուսինը ճակատագրական նշանակություն ունի։ Այն տեղի է ունենում ձեր արեգակնան տանը, նշելով անձնական նոր տարին և նոր կյանքի ցիկլի հզոր սկիզբը։ Դուք հայտնվում եք իրադարձությունների էպիկենտրոնում, ստանալով եզակի հնարավորություն վերագործարկելու ձեր իրականությունը։ Դուք կարող եք պարզ հասկանալ ձեր իրական ցանկություններն ու նպատակները։ Նախկին սահմանափակումներն ու վախերը կորցնում են իրենց ուժը, տեղը զիջելով վստահությանն և վճռականությանը։ Սա այն ժամանակն է, երբ դուք կարող եք համարձակել ինքնահաստատվել և սկսել կարևոր նախագիծ, լինի դա ձեր կարիերայում թե անձնական կյանքում։ Նորալուսնի էներգիան ձեզ լցնում է նոր բարձունքներ նվաճելու ուժով։ Խեցգետին։ Որպես ջրի տարերքով կարիճին կապված նշան, խեցգետին հատկապես նուրբ կերպով կզգա այս ազդեցությունը։ Հիմնական փոփոխությունները կանդրադառնան գործընկերային հարաբերություններին և խորը հոգեբանական կապերին։ Նորալուսինը կօգնի ձեզ վերանայել սիրելիների և գործընկերների հետ կառուցված հարաբերությունների ձևաչափը։ Անկեղծ երկխոսությունը և փոխըմբռնումը կփոխարինեն բաց թողնումներին և կասկածներին։ Երկարատև հակամարտությունը կարող է լուծվել, կամ դուք կարող եք հանդիպել մեկին, ով կդառնա ձեր իսկական հենարանը։ Դուք կզգաք, որ ձեր հարաբերությունները բարելավում են, և ձեր գործնական կյանքում կհայտնվեն հուսալի դաշնակիցներ։ Սա ձեր շուրջը հարմոնիայի շրջան է։ Ձկներ։ Ձկների համար նորալուսինը կարիճում ակտիվացնում է ձեր առօրյա կյանքը, աշխատանքը և առողջությունը։ Դուք ձեռք եք բերում գործնականություն և հստակ տեսլանք ձեր ռեժիմը կարգուկանոն հաստատելու համար։ Դուք կզգաք էներգիա ձեր կյանքը օպտիմալացնելու, առողջ սովորություններ ներդնելու և վերջապես գործերը կատարելու համար։ Սա բարենպաստ ժամանակ է պլանավորելու և նոր առօրյա ռեժիմ սկսելու համար։ Ֆիզիկապես դուք կարող եք զգալ էներգիա և մոտիվացիայի ալիք, հոգ տանելու ձեր բարեկեցության մասին։ Այս ժամանակահատվածում առողջ ապրելակերպի պրակտիկա կամ բուժման կուրս սկսելը հավանաբար կտա երկարատև դրական արդյունքներ։ Ցուլ։ Նորալուսինը կազդի ցուլին ձեր կարիերայի, սոցիալական կարգավիճակի և կյանքի նպատակների միջոցով։ Ձեզ սպասվում են դրական տեղաշարժեր ձեր մասնագիտական կյանքում։ Սա կարող է ներառել մարտահրավերներով լի փուլի ավարտը, ղեկավարության կողմից ձեր նախաձեռնությունների ճանաչումը կամ նոր հավակնոտ նպատակների հայտակալը։ Դուք կսկսեք ավելի հստակ տեսնել ձեր կարիերայի հետագա ուղին։ Կարիճի էներգիան օգնում է դժվարությունները վերածել աճի հնարավորությունների։ Նախկինում անհաղթահարելի թվացող խոչընդոտները այժմ կընկալվեն որպես մարտահրավերներ, որոնք մոբիլիզացնեն ձեր ուժեղ կողմերը։ Սա համարձակ քայլեր և մասնագիտական հավակնությունների հռչակելու ժամանակ է։ 2025 թվականի նոյեմբերի 20-ի նորալուսինը կախարդագործիկ չէ, այլ տիզերական ազդիկ, որը սահմանում է շարժման ուղղությունը։ Դրա էներգիան խրախուսում է ներքին աշխատանքը, ընտրված ուղի վերաբերյալ մտորումները և ապագային համարձակ հայացքը։ Կարիճների, ղեցգետների, ձկների և ցուլերի համար այս ժամանակահատվածը նշանակում է պայծառ շարքի սկիզբ, երբ նախորդ ջանքերը սկսում են շոշափելի պտուղներ տալ։ Հիմնականը փոփոխություններին բաց լինելն է և վստահել ձեզ առաջնորդող ներքին ձայնին։
5 կենդանակերպի նշաններ, որոնց նոր կյանքի դարպասը բացվում է 2025 թվականի նոյեմբերի 17-ին։ Սկսած 2025 թվականի նոյեմբերի 17-ից կբացվի յուրահատուկ աստղագուշակական կոնֆիգուրացիա, որը կարող է դառնալ նոր կյանքի դարպաս 5 կենդանակերպի նշանների համար։ Սա ներդաշնակ ասպեկտ է եռանկյունի, կարիճում գտնվող Արեգակի, ձկներում գտնվող Սատուրնի և խեցգետնում գտնվող Յուպիտերի միջև։ Այս համադրությունը չի խոստանում ակնթարթային հրաշքներ, բայց ստեղծում է աջակցող մթնոլորտ նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել իրենց վրա։ Այս ժամանակահատվածի էներգիան կենտրոնացած է ներքին վերափոխման, արժեքների վերագնահատման և ապագայի համար ավելի ամուր հիմք կառուցելու վրա։ Եթե դուք պատրաստ եք փոփոխությունների, այս ժամանակավոր դարպասը կարող է լինել ձեր ուղեցույցը։ Կարիճ։ Ձեզ համար կարիճ, սա անձնական վերածննդի ժամանակ է։ Ձեր նշանի մեջ գտնվող Արեգակը լուսավորում է ձեր էությունը, ուժեղացնելով ձեր խարիզման և կամքի ուժը։ Սատուրնի հետ եռանկյունին օգնում է ձեզ գտնել ներքին կարգապահություն, հաղթահարելու ցանկացած հուզական խորություն, իսկ Յուպիտերի աջակցությունը խոստանում է աճ, ձեր տունը և մտերիմ հարաբերությունները խնամելու միջոցով։ Դուք կարող եք զգալ ուժի ալիք, հին մաշկը թոթափելու և նոր կյանքի ցիկլ սկսելու համար, նոր նպատակի զգացումով։ Խեցգետին։ Այս ժամանակահատվածի էներգիան ձեզ խեցգետին դիպչում է ամենանուրբ և աջակցող ձևով։ Յուպիտերը ձեր նշանում ընդլայնում է ձեր հնարավորությունները, բերելով անվտանգության և ինքնավստահության զգացում։ Արևի հետ եռանկյունին թույլ է տալիս ձեզ ավելի վստահ գործել, իսկ ձկներում գտնվող Սատուրնի հետ կապը ձեզ իմաստություն է տալիս ձեր խորագույն երազանքները վերածելու կոնկրետ ծրագրերի։ Սա ձեր հուզական աշխարհն ամրապնդելու և ամուր ընտանեկան բույն կառուցելու ժամանակն է։ Ձկներ։ Ձեզ համար ձկներ, այս ժամանակահատվածը կապված է ձեր հոգևոր ուղի կառուցման հետ։ Ձեր նշանում գտնվող Սատուրնը հզոր աջակցություն է ստանում Արեգակից և Յուպիտերից։ Սա օգնում է ձեզ գտնել ամուր հիմք, առանց կորցնելու կապը նուրբ աշխարհի հետ։ Դուք կարող եք նկատել, որ ձեր ինտուիտիվ պատկերացումները այժմ ավելի հեշտությամբ են իրականացվում։ Եռանկյունի էներգիան նպաստում է ձեր ներքին աշխարհին կարգուկան հաստատելուն և ձեր ստեղծագործ և հոգևոր պարգևների գործնական կիրառմանը։ Ցուլ։ Մինչդեռ դուք, ցուլ, գնահատում եք կայունությունը, այս ժամանակահատվածը ձեզ հնարավորություն է տալիս այն վերափոխել նոր մակարդակի։ Արևը կարիճում, ձեր հակադիր նշանում, լուսավորում է խորը հուզական կապերի և համատեղ ռեսուրսների ոլորտը։ Սատուրնի և Յուպիտերի հետ եռանկյունը հոգնում է ձեզ վերանայել ձեր մոտեցումը ֆինանսների, վստահության և մտերմության նկատմամբ։ Սա հնարավորություն է թողնելու նյութական իրերի նկատմամբ հնացած կապվածությունները և կառուցելու նոր, ավելի առողջ և ավելի հուսալի հիմքեր երկարատև բարեկեցության։ Կույս։ Այս ազդեցությունը ձեզ վրա է ազդում։ Կույս։ Ձեր կարիերայի և լենքի կոչման ոլորտի միջոցով։ Արևի էներգիան կարիճում, եռանկյունը ձեր սոցիալական կարգավիճակի ոլորտի հետ խրախուսում է ձեր մասնագիտական նպատակների խորը վերափոխում։ Սատուրնը ձկներում օգնում է հոգևոր արժեքները ինտեգրել ձեր աշխատանքային ռեժիմում և Յուպիտերը խեցգետնում աջակցում է ձեզ, ամրապնդելով թիմային կապերը և հոգ տանելու ձեր թիմի մասին։ Դուք կարող եք գտնել ձեր ջանքերի նոր ուղղություն, որը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև հոգևորապես բավարարելի։ 2025 թվականի նոյեմբերի 17-ից սկսված ժամանակահատվածը կախարդական անջատիչ չէ, այլ բացվող դուռն։ Տիզերական ասպեկտները ստեղծում են աջակցող միջավայր, նվազեցնելով դիմադրությունը և ապահովելով ռեսուրսներ խորի փոփոխությունների համար։ Ուշադրությունը տեղափոխվում է արտաքին իրուզացից դեպի ներքին բովանդակություն, թույլ տալով ձեզ կառուցել ավելի ներդաշնակ կյանք ձեզ հետ միասին։ Սա այն ժամանակն է, երբ ձեր աճի ցանկությունը հզոր արձագանք է գտնում տիեզերքում հետ։